Թուրքիայի ուղղությամբ Իրանի արձակած երկրորդ բալիստիկ հրթիռը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից։ Իսրայելի և Միացյալ Նահանգների Իրանի նավթ ամբարներին հասցրած ավիահարվածները թունավոր անձրևների պատճառ վտանգավոր են արդյոք տեղումները Հայաստանում։ Բաքվում բանտարկված Կարեն Ավանեսյանի փաստաբանները փաստաթղթերի նոր փաթեթ են ուղարկում Եվրոպական դատարան։ Ադրբեջանից այսօր Հայաստան է ուղևորվել ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը։ Կառավարության հիմնական թիրախային ուղղություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է հայտարարված։ Ինչու են ռիելթորական կազմակերպությունների կամ առանձին ռիելթորների դիմաց քաղաքացիները հայտնվում խաբեբաների լարած որոգայթում։ Բժշկական կենտրոնների տնօրենների համար բժշկական կրթություն ունենալը այսուհետև պարտադիր չի լինի։ 56 տարի անց Հարավային Կորեայում ցուցադրված Սերգեյ Փարաջանովի նռան գույնը հայտնվել է կորեական կինովարսույթի առաջին տասյակում։ Արտաշավան Սաղմոսավան ճանապարհին ժայռ է փլուզվել, ջրատար է վթարվել։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Այսօր Իրանը ամերիկա-իսրայելական պատերազմի 9-րդ օրն է, առավոտյան հայտնի դարձավ, որ Իրանը ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ, որը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է հայտնել այս մասին։ Հիշեցնենք, որ սա վերջին օրերին Իրանի կողմից իրականացված արդեն երկրորդ նմանատիպ հարձակումն է, որը կասեցվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Հրդեհների ճիրաններում հայտնված քաղաքներ, հրթիռային հարվածներ ու ավերածություններ։ Ամերիկա-իսրայելական կոալիցիոն ուժերը հրթիռային հարվածներ հասցրեցին Թեհրանի և Ալբորզի նավթամբարներին։ Համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է Իրանի հարավում գտնվող դպրոցին հասցված ավիահարվածի դրվագները։ CNN հեռուստաալիքը հնարավոր համարեց, որ ԱՄՆ զինված ուժերը դպրոցին կարող էին հարվածած լինել Թոմահաք թևավոր հրթիռով։ Թեհրանն իր կողմից հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական հատվածներին։ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հորդորեց իսրայելցիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնել։ Համացանցում տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են Իսրայելի կենտրոնական փողոցներից ապամոնտաժում տեսախցիկները իրանական կողմից ավիահարվածների տեսանյութերը չեզոքացնելու համար։ Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարություն տարածեց Բաքվի բռնապետական վարչախմբի վերաբերյալ, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանը պետք է այդ երկրից դուրս բերի սիոնիստներին, վտանգի տակ չդնի սեփական ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը։ Իրանը իրական ինքը բացահայտում չի արել, նշելով, որ իսրայելական որոշակի ներկայություն կա Ադրբեջանում, միևնույն ժամանակ Իսրայելում էլ չեն թաքցնում, որ Իրանում հաջողության հասնելուց հետո իրենց թիրախը լինելու է Թուրքիան։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն էր այցելել Թուրքիա։ Ադրբեջանական լրատվամիջոցները մեկը մյուսին հերթ չտալով գրում էին, թե Ադրբեջանը Շուշիում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Թուրքիայից աջակցություն է ակնկալում իրանական անօդաչուների դեմ պայքարի համար։ Իսրայելի հաշվարկը չափազանց պրագմատիկ եւ ճիշտ էր իրականում։ Իրենք փորձում են իրենց երկու թշնամիներին Իրանին եւ Թուրքիային պատերազմական գործողությունների մեջ ներքաշել, երկուսին էլ թուլացնել եւ որպես գործիք հիմա իրենք որոշել են օգտագործել Ադրբեջանը։ Ըստ քաղաքագետ վերլուծաբանների, Իրանում իշխանական համակարգի փլուզումից հետո միայն Ադրբեջանը խիզախություն կունենա ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ, իսկ Իրանի դեմ պատերազմական գործողությունները կարող են հաջողության հասնել, եթե կոալիցիոն ամերիկա-իսրայելական ուժերը ցամաքային հարձակում կատարեն։ Այս պահին, սակայն, ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ն ցամաքային ներխուժման չի գնա։ Միջազգային լրատվամիջոցները գրում էին, որ ամերիկա-իսրայելական տանդեմը այդ քայլին ցանկանում էր գնալ օգտագործելով քրդական գործոնը։ Քրդերը, սակայն, հրաժարվեցին։ Բայց հիմա իրավիճակը այնպիսին է, որ Թուրքիայի եւ Իրանի շահերը տակտիկական առումով համընկնում են, որ քրդերը չներգրավեն պատերազմում, որ Ադրբեջանը չներգրավի պատերազմում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Կիրակի զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնելով, թե Թեհրանը կապ չունի Նախիջևանին ԱԹՍ-ների հարվածների հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային իր հերթին հայտարարեց, թե իր երկրի զինված ուժերը չեն արձակվել Ադրբեջանի, Թուրքիայի և Կիպրոսի վրա։ Նման արկեր չեն արձակվել Իրանի ներսից կամ մեր զինված ուժերի կողմից։
Եվ օրվա ընթացքում թուրքական մամուլը տեղեկություն տարածեց պաշտոնական, թե Թուրքիայի երկնքում ՀՕՊ-ը բալիստիկ հրթիռ է խոցել։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, խոցվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերի կողմից։ Իբրև թե խոցված հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի շրջանի Ամայի տարածքում։ Միջազգային լրատվամիջոցները տեղեկացրին, որ ԱՄՆ-ն սկսել է Թուրքիայի Ադանա քաղաքում իր հյուպատոսության աշխատակիցների մասնակի տարհանումը։ Մերձավոր արևելքում հակամարտության սրման պատճառով առաջացած անվտանգության սպառնալիքների ֆոնին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով։ Ուղերձում նշվում է, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ, գրանցելով նոր հաջողություններ։ Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներառված չէ Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում։ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անվար Ալ-Անունին է հայտարարել այս մասին։ Նա հիշեցրել է, որ որևէ անձի պատժամիջոցների ցանկում ներառելու որոշման կայացումը գտնվում է Եվրամիության խորհրդի իրավասության ներքո եւ ընդունված է միաձայն միության անդամակցող բոլոր 27 պետությունների կողմից։ Իրանը ինքը պետք է դադարեցնի մարտական գործողությունները, Գերմանիայի կանցլեր Մերսը հայտարարելով այս մասին նաև նշել է, որ Իրանի կառավարության կողմից ներկայացվող սպառնալիքը տարածվում է տարածաշրջանից շատ ավելի հեռու։ Մերսը վկայակոչել է Իրանի աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Միայն այս ռեժիմը եւ այսպես կոչված հեղափոխության պահապանների կորպուսը կարող են դադարեցնել մարտական գործողությունները։ Մինչև դա տեղի չունենա, ենթադրում եմ, որ Իսրայելը եւ Ամերիկան կշարունակեն պաշտպանվել այս ռեժիմից։ Իրանը միջազգային ահաբեկչության կենտրոն է եւ այս կենտրոնը պետք է փակվի։ Ամերիկացիներն ու իսրայելցիները դա անում են իրենց ձևով։ Իրանական նավատորմի նավերը ենթադրաբար նավթային լցանավեր ամերիկյան եւ իսրայելական հարվածներից հետո այրվում են Իրանի հարավում գտնվող Բանդաշ Աբաս նավահանգստի մոտակայքում։ Նշենք, որ մարտի 7-ի գիշերը իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել նաեւ տարածաշրջանի խոշոր ծովային հանգույցներից մեկին։ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից Իրանի նավթամբարներին հասցված ավիահարվածների պատճառով թունավոր անձրևներ կարող են տեղալ, իրանական Կարմիր մահիկը նախազգուշացրել է, որ նմանատիպ օբյեկտների պայթյունները մթնոլորտ են արտանետում թունավոր նյութեր, ինչի պատճառով տեղումները կարող են ձեռք բերել թթվային բնույթ, ինչն էլ կարող է մարդու մարմնի տարբեր հատվածներում քիմիական այրվածքներ առաջացնել եւ լուրջ վնաս հասցնել հատկապես թոքերին։ Հիշեցնեմ, ավելի վաղ Իրանի ազգային նավթավերամշակող եւ Աշխիչ ընկերությունը տեղեկացրել էր, որ Թեհրանի եւ Ալ-Բորզի նավթամբարները ենթարկվել են ավիահարվածների, ինչի հետևանքով բռնկվել են խոշոր հրդեհներ։ Կարող է դա իրոք առողջապահական լուրջ վնասների բերի, հատկապես երեխաներին, քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց, տարեցներին եւ մի խոսքով պետք է որ արդեն իսկ անհանգստություն լինի եւ պետք է այս պահից սկսած, հատկապես քանի որ մենք սահման ունենք Իրանի հետ եւ ավելի մոտ տարածաշրջաններ, օրինակ Մեղրին, Կապանը, Գորիսը ավելի ընտրահարույց են, պետք է անպայման այնտեղի բնակչությանն էլ տրվի տեղեկատվություն, ինչպես վտանգ կա թե չկա, նաեւ խոճապի հետ կապված, որպեսզի բնակչությանից խոճապ չառաջացնեն։ Էլեկտրոնային լրատվամիջոցներում հայտնված թթվային թունավոր անձրևներին վերաբերող որոշ հրապարակումներից հետո հիդրոօդոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը Ամբերտի դիտակայանում մթնոլորտային տեղումների որակական ուսումնասիրություն է իրականացնում։ Մարտի 7-ից 8-ը մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն տեղումներում թթվայինության անիոնային եւ կատիոնային կազմի փոփոխություն չի դիտվել։ Թեհրանի մթնոլորտին վերաբերող էկոլոգիական տխուր կանխատեսումները իրողություն դարձան։ Նավթային համալիրի վրա հարձակումից հետո Թեհրանում թունավոր ծխի ամպերով պարուրված սև անձրև է տեղացել քիչ առաջ։
Թանձր ծուխը գրեթե փակել է արևը, ինչի պատճառով Թերանի շատ բնակիչներ օրը ցերեկով ստիպված են եղել միացնել տների լուսավորությունը ու մեքենաների լույսերը։ Բնակիչները հայտնում են շնչառական դժվարությունների, մաշկի քիմիական այրվածքների եւ լորձաթաղանթների գրգռվածության մասին։ Օդը աչքերում եւ կոկորտում այրոց է առաջացնում, գլխացավերի եւ բորբոքումների պատճառ դառնում։ Իրանի բնապահպանական ծառայությունները բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում մնալ տանը շնչառական խնդիրներից խուսափելու համար։ Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին աջակցող արտասահմանում բնակվող իրանցիները կարող են կորցնել իրենց ունեցվածքը եւ բախվել այլ իրավական պատժամիջոցների։ Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարելով այս մասին հավելել է, որ նրանց ամբողջ ունեցվածքը կարող է բռնագրավվել ըստ օրենքի։ Իրանի կառավարության տվյալներով արտասահմանում ապրում է մինչև 5 միլիոն իրանցի, որոնց մեծ մասը գտնվում է Միացյալ Նահանգներում եւ Արևմտյան Եվրոպայում։ Բաքվում բանտարկված Կարեն Ավանեսյանի փաստաբանները եվրոպական դատարան են ուղարկում փաստաթղթերի նոր փաթեթ։ Պարզվում է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը Ադրբեջանում դատապարտված Կարեն Ավանեսյանի գործով տրամադրել է գրություն, այլ ոչ թե փաստաթուղթ։ Ստացված տվյալները ամբողջական չեն, քանի որ հիմնական բժշկական փաստաթղթերը շարունակում են մնալ Ստեփանակերտում, Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2025 թվականի դեկտեմբերին Ադրբեջանում 16 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ավանեսյանը արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից էր։ Ալիևյան դատարանում 16 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ավանեսյանի հոգեկան առողջության մասին փաստաթղթերն առաջիկա ամսվա ընթացքում կհասնեն Ստրասբուրգ, մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրա պաշտպաններն ամիսներ անց կարողացել են Հայաստանի պատկան մարմիններից ստանալ որոշ տեղեկություններ, որոնք պատասխանատու կառույցներից տևական ժամանակ հրաժարվում էին փոխանցել փաստաբաններին, անհնարին էր, ասում էին բժշկական գաղտնիք է։ Իսկ Եվրադատարանում գիտեին, սակայն փաստաթուղթ չէին տեսել Ավանեսյանի առողջական խնդիրների մասին։ Պնդումը կար, ապացույցը ոչ, սա կարևոր տեղեկանք է փաստաբաններից Արա Ղազարյանի ձևակերպմամբ անուղղակի փաստարկ, որ տեղ կհասնի։ Որ մենք կարողանանք հիմնավորել մեր առաջ քաշած պնդումը, որ նա առողջական խնդիր է ունեցել։ Հակառակն ապացուցելու բեռն ընկնում է Ադրբեջանի իշխանության վրա, Արցախն օկուպացրել են, իսկ 58-ամյա տղամարդու համապատասխան փաստաթղթերի բնօրինակները հենց իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում են։ Շենքերը իրեն գրավել են անձնական տվյալներով, բժշկական տվյալներով, այո, ապացուցման բեռը Ադրբեջանի վրա է։ Կարեն Ավանեսյանը Արցախում մնացած վերջին հայերից էր։ Ալիևի իրավապահները նրան ձերբակալեցին նախորդ սեպտեմբերին, հասցրին Գանձակի ծանր հանցագործությունների դատարան ու նրա դեմ Ադրբեջանի քրեական օրենսգրքի միանգամից 8 հոդված շարեցին, թե իբր պլանավորել էր ահաբեկչություն իրականացնել օկուպացված Ստեփանակերտ այցելած Ալիևի նկատմամբ։ 58-ամյա արցախցու զբոսանքի այս կադրերը հրապարակեցին, սրանք ներկայացնելով իբրև փաստ, մինչդեռ բացի միուսապարկ ձեռքն առած աչ ու ձախ անելուց, այս տեսանյութում այդպես էլ որևէ գործողություն չես տեսնի։ Ընդ որում միեդում նրա պաշտպանը նկատում է Ստեփանակերտից հրապարակված կադրերում նա քայլում է ոչ թե այն ուղղությամբ, որտեղ այդ պահին եղել է Ալիևը, այլ ճիշտ հակառակ։ Իսկ ադրբեջանցիները պնդում են, թե փոքրամարմին այս տղամարդը ռազմամթերքի մի ամբողջ արսենալ է ձեռքի տակ ունեցել՝ կալաշնիկով, փամփուշտներով լցված պահունակներ, նաև 5 նռնակ։ Աշխարհին ուզում են համոզել, թե այդ ամենը Կարենը տեղավորել է միուսապարկում ու առանց շունչը փչելու տարել ու բերել, վեր ու վար արել, հերիք չէ կրակ արձակել ոստիկանների ուղղությամբ, նույնիսկ նռնակ նետել։ Հոգեկան առողջություն ունեցող բոլոր անձինք խոցելի են ինքնին, իսկ այս դեպքում առավել եւս, քանի որ գտնվում է անազատության մեջ եւ փաստացի իմ կոմունիկադո, այսինքն առանց արտաքին աշխարհի հետ որևէ կոմունիկացիայի հնարավորության։ Եվրադատարանն ամիսներ առաջ բավարարել էր Ավանեսյանի փաստաբանների միջնորդությունն ու հրատապ միջոց կիրառել, պարտավորեցնելով Ադրբեջանին Երևան տեղեկություններ հաղորդել ազատազրկված տղամարդու առողջական վիճակի մասին, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի վերջինս կապ հաստատի իր փաստաբանների հետ։ Չի բավարարվել։ Մենք պետք է պատրաստենք հերթական փաթեթը, ներկայացնենք, որ չի կատարվել որոշումը միջանկյալ եվրոպական դատարանի։ Խնդիրը ոչ Կարենին էր վերաբերում, ոչ էլ հորինված նախահաբեկչական ակտին, համոզված են մասնագետները։ Ըստ նրանց Ալիևյան կլանի հաշվարկներն իրականում բոլորովին այլ էին։ Փորձեցին գործը կապել Բաքվի ֆարսին, տեղեկատվական արշավ էր, հերթական անգամ հայերին ահաբեկիչ ներկայացնելու համար։ Միթե Ստեփանակերտում կամ Արցախի մյուս քաղաքներում մնացած հայերին մանրամասն չեն հետազոտել ադրբեջանական հատուկ ծառայությունները։ Միթե նրանց ձեռքի տակ այդքանից հետո զենք զինամթերք կարող էր մնալ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Ադրբեջանից այսօր Հայաստան է տեղափոխվելու ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը։ Ադրբեջանի տարածքով եկող կազմը բաղկացած է 7 վագոնից։ Տեղափոխվող հացահատիկի ընդհանուր քաշը 488 տոննա է։ Գնացքը անցնելու է Բյույուկ-Քյասիխ կայարանով, որից հետո հատելու է Վրաստանի հետ սահմանը, հետո ուղղություն է վերցնելու դեպի Հայաստան։ Նախորդ նման փոխադրում իրականացվել է փետրվարի 4-ին, երբ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր տեղափոխվել 8 վագոն, 560 տոննա ռուսական հացահատիկով։ Մասնագետները նշում են, որ Ադրբեջանի տարածքով ռուսական հացահատիկի փոխադրման տնտեսական շահավետությունը դժվար է հաշվարկել, քանի որ չկան ծախսերի բաց տվյալներ։ Այլ բան է քաղաքական շահը, այն հաշվելի է։ Խոսքը վերաբերում է հացահատիկ է, բենզին է կամ նման ուրեմն կենցաղային նման ուրեմն ապրանքատեսակների համար, այո, ինքը երկաթգիծը կտրամադրվի։ Սա քաղաքական կոնտեքստ ունի, միջև ընտրությունները, այո, դուք ելի կտեսնեք նման գնացքների ժամանում։ Սա տեղավորվում է խաղաղություն է տիրում իշխող քաղաքական ուժի նախընտրական այդ ռազմավարության մեջ։ Ռուսաստանցի արտադրողները կարող են ժամանակավորապես լրացնել իրանական ներմուծումներով պայմանավորված բացը Հայաստանում։ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը վստահեցրել է, որ Իրանից առևտրային հոսքերի հնարավոր դանդաղումը բացասաբար չի ազդի Հայաստանի սպառողական շուկայի վրա, քանի որ ռուսական ընկերությունները պատրաստ են իրենք մատակարարել Հայաստան ներմուծվող ապրանքները։ Վերջին տարիներին զգալի քանակությամբ ապրանքներ են Իրանից ներկրվել Հայաստան, քանի որ որոշ դեպքերում դրանց ինքնարժեք ավելի ցածր է եղել, քան Ռուսաստանից ներկրվող նմանատիպ ապրանքներինը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է պողպատե ամրաններին, կաթի փոշուն, պլաստմասայից պատրաստված արտադրանքին։ Միջին Միջանցք առևտուրը ու գործակցությունը նորմա կդարձնի Հարավային Կովկասի նախկինում անկայուն տարածաշրջանում, կապելով տարածաշրջանի երկրները միմյանց և Եվրոպայի հետ։ Բրյուսելում կայացած դեսպանների համաժողովի ժամանակ այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Խոսելով գլոբալ նախագծերի և Եվրոպայի համար դրանց նշանակության մասին, Եվրահանձնաժողովի ղեկավարը հիշատակել է Միջին Միջանցքը, որը Ասիայից Եվրոպա ապրանքների մատակարարման ժամկետը 30 նորից կկրճատի մինչև 15 օր։ Այս միջանցքը նաև կկապի Հարավային Կովկասի նախկին պատերազմող երկրներին միմյանց և Եվրոպայի հետ։ Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ածուխն ու պողպատը միավորեցին Եվրոպան, այնպես էլ այս նոր միջանցքը կարող է առևտուրն ու գործակցությունը նորմա դարձնել անկայուն տարածաշրջանում և ճանապարհ բացել ոչ միայն դեպի Եվրոպա, այլև դեպի խաղաղություն։ Այս տարածաշրջանում, ինչպես նաև Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ԵՄ ներդրումները Եվրոպական միությանը թույլ են տալիս դրական գործընկերություններ զարգացնել։ Լրատվական երեկո շարունակվում է և կհանդիպենք քիչ անց։ Ինչու են ռիելթորական կազմակերպությունների կամ առանձին ռիելթորների դիմաց քաղաքացիները հայտնվում խաբեբաների լարած որոգայթում։ Բժշկական կենտրոնների տնօրենների համար բժշկական կրթություն ունենալը այսուհետև պարտադիր չի լինի։ Շարունակում ենք թողարկումը։ Իրանի և Լիբանանի դեմ գործողությունների իրականացման ընթացքում Իսրայելը ընդունել է սպառազինությամբ բեռնված շուրջ 50 բեռնատար ինքնաթիռ։ Հրեական պետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից նշել են նաև, որ ընդհանուր առմամբ 10 օրվա ընթացքում Իսրայել է հասցվել ավելի քան 1000 տոննա ռազմական նշանակության տարբեր բեռներ, սպառազինություն, սարքավորումներ, տարբեր տեսակի զինամթերք։ Ծառայությունից նաև նշում են, որ մոտ ժամանակներս այդ մատակարարումների ծավալները ավելանալու են։ Իսրայելական օդուժը ավիահարվածներից վնասվել է Լիբանանի Նաբաթայի շրջանում գործող ռուսական մշակութային կենտրոնը, զոհեր և տուժածներ չկան։ Իսրայելական ռազմական ավիացիան հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող 42 բնակավայրերի վրա։ Ցախալի ռազմաօդային ուժերի թիրախում են հայտնվել Լիբանանի արևելքում գտնվող 3 բնակավայրեր և Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող Հարեդ Հրեյք շրջանը։ Լիբանանի միապալատ խորհրդանի падգամավորները Իսրայելի հետ պատերազմի պատճառով հավանություն են տվել օրենսդիր մարմնի ներկայիս կազմի լիազորությունները 2 տարով երկարաձգելու որոշմանը։ Ներկայացված օրինագիծը ստացել է 76 օրենսդիրների աջակցությունը, դեմ քվեարկել է 41 падգամավոր, ևս 4-ը ձեռնպահ են մնացել։ Խորհրդանի լիազորությունների երկարաձգման որոշումը կապված է Լիբանանի հարավում
Ուժգնացող ռազմական էսկալացիա եւ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողության հետ համապետական ընտրությունները երկրում անցկացվելու են մայիսի 10-ին։ Արևմտյան Գերմանիայի երկնքում հայտնված հրե օբյեկտի բեկորները ընկել են բնակելի տների վրա եւ շենքերի տանիքներ վնասել։ Տուժածներ չկան, տեղի բնակիչները լրատվամիջոցներին պատմել են երկնքում հայտնված հրե գնդի մասին։ Նման դեպքեր Գերմանիայում հազվադեպ են պատահում, բայց արդեն արձանագրվել են։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի բժշկական կենտրոնների տնօրենների համար բժշկական կրթություն ունենալը պարտադիր չի լինի։ Առողջապահության նախարարությունը հիմնավորում է դա ներկայացնելով միջազգային փորձը, ըստ որի բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը եւ բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվեն։ Առողջապահության ոլորտի փորձագետների դիտարկմամբ, եթե այս փոփոխությունը կյանքի կոչվի, բնակիչները, բժշկական հաստատություն դիմողները կբախվեն խնդիրների հետ։ Մարզերից կադրային արտահոսք կլինի, բացի այդ նոր օրենքով բժշկական կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող կատարել վճարովի եւ անվճար աշխատանք։ Համարում եմ, որ դա հակամարտկային ու անօրինական որոշում է, ինչի համար, որովհետև չի կարող բժշկական հիմնարկի տնօրենը չունենալ բժշկական կրթություն, այսինքն իրանք ուզում են սարքեն սուպերմարկետ, շեշտը դնեն ֆինանսականի վրա, որ ֆինանսական շրջանառությանը հետևող լինի, բժշկական բաղադրիչը ով է ապահովելու, եթե լինի բժշկական գծով տեղակալ, նա չի ունենալու միևնույն է լիարժեք լիազորություններ, էլի որոշիչ ձայնը լինելու է տնօրենինը, այսինքն եթե նույնիսկ տեղակալը լինի բժշկական գծով, ոչ մի կերպ այդ հարցը չի կարգավորվելու։ Դա նրա համար է արվում, որ ֆինանսական բաղադրիչի վրա շեշտը դնեն։ Կառավարության հիմնական թիրախային ուղղություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է հայտարարված։ Ամեն օր կարելի է լսել նախկին եւ ներկա պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի ունեցվածքի առգրավման մասին դատարանի կողմից հրապարակված որոշումներ։ Կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում ու դեռ պիտի ծախսվեն։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը վերջին տարիներին կառավարության հիմնական թիրախային ուղղություններից մեկն է հայտարարված։ Ցանկալի արդյունքի հասնելու համար այս ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ծախսվել եւ դեռ ծախսվելու են։ Հռչակված նպատակին հասնելու համար ստեղծվել են մի քանի մասնագիտացված կառույցներ ու հարյուրավոր նոր հաստիկներ։ Արձանագրված արդյունքի մասին էլ հանրությունը որպես կանոն պատկերացում է կազմում հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ահավասիկ տվյալներ 2025-ին կոմիտեի քննած քրեական գործերի մասով։ 890-ը հարուցած քրեական վարույթներ, որ քննվել են, 617-ը կարճվել է, այսինքն բացարձակ մեծամասնությունը հարուցած վարույթների կարճվել է, հնչեցվում է վարույթի առկայությունը, մեծ ռեզոնանս է առաջացնում, հետո հնարավոր է կարճվում է դրա մասին որևէ տեղեկատվություն չի ստացվում։ Օրինակ վաղեմիության ժամկետները անցնելու կամ գործուն զղջալու կամ այլ իրավական մեխանիզմների շնորհիվ վարույթն իրականացնող մարմինը իր հայեցողական կամ ոչ հայեցողական լիազորությունների տիրույթում որոշում է, որ քրեական վարույթը պետք է կարճվի։ Չկար շաբաթ, որ նախկին կամ նախկինից էլ նախկին պաշտոնյաների նկատմամբ կոռուպցիոն դրվագներ պարունակող քրեական գործերի հարուցման վերաբերյալ տվյալներ չհրապարակվեն։ Պաշտոնյաներն այդ երբեմն հայտնի են, երբեմն ոչ այնքան, բայց ստացվում է, որ հարուցված գործերի հիմնական մասը նույնիսկ չի հասնում դատարան։ Այլ բան, որ դատարան հասածներն էլ ոչ միշտ են ավարտվում մեղադրական եզրակացությամբ։ Կարճված գործերից զգալի մասը կարճվել է արդարացնող հիմքով, այսինքն հանցակազմ չեն գտել, այսինքն հանցագործության բացակայության հիմքով են դադարեցրել քննությունը, կարճել քննությունը։ Սա ցույց է տալիս, որ ըստ էության անգամ ոչ բոլոր հաղորդումներն են, որ ստանում են վարույթները ըստ էության պարունակում, հանցակազմ։ Կոռուպցիոն կոմիտեն նաև պարբերաբար հրապարակում է տարբեր քրեական գործերով փոխհատուցվելիք նյութական վնասի չափը։ Այն տատանվում է մի քանի միլիարդ դրամի սահմաններում։ Օրերս էլ դատախազություններ հրապարակել տվյալ, ըստ որի ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակում տարբեր անձանց ընդհանուր 35 միլիարդ դրամի պահանջ է ներկայացվել։ Մասնագետները նշում են սակայն, որ ներկայացվող դրամային պահանջների մի փոքրիկ մասն է հաջողվում բռնագանձել եւ ուղղել բյուջե։ Երբ որ ստեղծվում էին մասնագիտացված հակակոռուպցիոն մարմիններ, ակնկալիք կար, որ դրանք եւ դատարանը եւ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ավելի շատ զբաղվեն խոշոր կոռուպցիոն, գործերով, բայց երբ որ մենք նայում ենք հիմնականում այն գործերը, որոնք որ քննվում են, որոնց վերաբերյալ հաղորդում է ստացվում կամ բացահայտվում են ինչ որ գործեր եւ որոնք որ հասնում են դատարան, ըստեյության դեռևս չեն կարող ասել, որ այդ խոշոր գործերը մեծամասնություն են կազմում, ավելի շուտ տենց եթե կարող եմ ասել մանր կոռուպցիոն պայքարը։ Կոռուպցիոն դրվագներով քրեական գործերի մեծամասնության կարճումն ու
ու բռնագանձվելիք գումարների փոքր հատվածի վերականգնումը մեծ վնաս են հասցնում պետությանն այն առումով, որ խարխլում են հանրության կոռուպցիայի դեմ պայքարի մասով ունեցած հավատը։ Այսինքն մարդկանց մի մասին ստիպում են ենթադրել, որ պրոցեսն իրականում ձևական է եւ խաղարկված։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Հաջորդ տարվանից ուժի մեջ կմտնի ռիելթորական գործունեության մասին օրենքը, ըստ որի կանոնակարգվելու է այս ոլորտին առնչվող հարաբերությունները։ Խաբված քաղաքացիները կկարողանան իրենց իրավունքները պաշտպանեն արդեն օրենքի շրջանակներում։ Ռիելթորային խաբեությունների պատճառով մարդիկ ոչ միայն նյութական վնաս են կրում, այլև հայտնվում են երկարատև դատական եւ իրավական խնդիրների առաջ։ Ռիելթորական կազմակերպությունների կամ առանձին ռիելթորներին դիմելով քաղաքացիները որոշակի դեպքերում հանդիպում են խաբեբաների։ Վերջիններս դիմողներից նախապես պահանջում են միջնորդավճար խոստանալով հարմար բնակարան, սակայն որպես կանոն գումարը ստանալուց հետո նրանք կամ այլևս կապի չեն դուրս գալիս կամ առաջարկում են իրականությանը չհամապատասխանող տարբերակներ։ Իրավապաշտպանները ահազանգում են, հեշտ է դարձել փաստաթղթերի կեղծումը, քանի որ լիազորագրերը հիմնականում վերցնում են Ռուսաստանի Դաշնությունից։ Օրինակ, եթե օտարերկրյա քաղաքացին դիմում է լիազորագիր հաստատելու, ցանկացած վավերապայմաններով այն հաստատվում է։ Այստեղ խնդիր է առաջանում, քանի որ նոտարի կողմից հաստատված տվյալների իսկությունը ճշտելու մեխանիզմ ըստ իրավապաշտպանների չկա։ Փորձի համար ես վստահորդ ունեմ մեկնելա Մոսկվա, մտելա նոտարական գրասենյակ, լիազորագիրը ցանկացե վերցնի Բաղրամյան 26-ը վաճառելու համար։ Պատկերացնում եք, Ռուսաստանի Դաշնությունում գործող օրինական նոտարը լիազորագիրը հաստատել է։ Երբեմն հրապարակվում են այնպիսի հայտարարություններ, որոնց նպատակը պարզապես մարդկանցից խոշոր չափի գումար շորթելն է։ Կան նաև դեպքեր, երբ անձը ներկայանում է որպես ռիելթոր կամ կազմակերպության աշխատակից, իրականում չունենալով որևէ իրավական կարգավիճակ, պատասխանատվություն կամ լիազորություն։ Խնդիրը հատկապես սրվում է, երբ քաղաքացին շտապում է վստահում միայն բանավոր պայմանավորվածություններին։ Մարդուն տարել են ցույց են տվել, ասել են կարող ենք ձևակերպել, որ այս տունը հիպոթեկով ձեռք բերեք, մարդը համաձայնվել է, սկզբնական կանխավճար տվել է 2 միլիոն դրամ, պարզվել է, որ դա ընդհանրապես կեղծ ընկերություն է, սեփականատիրոջից վարձակալությունով վերցրել է, տրամադրել է իրան։ Դե բնականաբար նոտարական գրասենյակում իրանք չեն հանդիպելու։ Մի քանի զանգերից հետո այդ համարները անհասանելի են դառնալու։ Եկող տարվանից ուժի մեջ է մտնելու ռիելթորական գործունեության մասին օրենքը, ըստ որի էլ կանոնակարգվելու են ռիելթորական գործունեությանը առնչվող հարաբերությունները։ Նախատեսվող փոփոխություններով որակավորման քննություններ են անցկացվելու, որի արդյունքներով էլ մասնագետները ստանալու են որակավորման վկայականներ։ Իրավապաշտպանների դիտարկմամբ դա կարող է որոշակի զգաստացնող ազդեցություն ունենալ։ Մի փոքր զսպողական կլինի կսահմանափակվի, որ ամեն մեկը չկարողանա զբաղվի ռիելթորական գործունեությամբ։ Ինձ թվում է պետք է անհատական վաճառքները ամբողջությամբ դուրս գա, հստակ լիցենզավորված հիմնարկներ աշխատեն։ Խաբեության զոհ դարձածների թվում է նաև ՌԴ-ից ժամանած մի երիտասարդ, ով այստեղ կապի մեջ մտնելով մի տղայի հետ խաբվել է։ Կեղծարարը ասել է, որ փնտրում է մեկին, ում հետ կկիսի տան ազատ սենյակը, վարձը կիսելու պայմանով։ Սա այն դեպքն է, երբ զեղծարարը զոհին ցույց է տվել բնակարանը, վերցրել է վարձավճարը եւ անհետացել։ Երկրորդ անգամ գնալով այդ բնակարան զոհը տեսել է, որ տանը ապրող կա։ Ես հասկանում եմ, որ ես դարձել եմ խարդախության զոհ, ու մենք բոլոր հնարավոր ուժերով մենք փորձում ենք իրան գտնել, բայց ինքը ոչ մեկի հետ կապի դուրս չի գալիս։ Ես դիմում եմ ոստիկանություն եւ անցնում է մի ամիս այդ բնակարանի ապրող աղջկա շնորհիվ ինձ գումարը վերադարձվում է։ Ռիելթորային խաբեությունների պատճառով մարդիկ ոչ միայն նյութական վնաս են կրում, այլև հայտնվում երկարատև դատական եւ իրավական խնդիրների առաջ։ Հետևաբար անշարժ գույքի ցանկացած գործարքում զգոնությունը ու փաստաթղթերի մանրակրկիտ ստուգումը շարունակում են մնալ ամենակարևոր պաշտպանությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Ժամը լրատվականը շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ 56 տարի անց Հարավային Կորեայում ցուցադրված Սերգեյ Փարաջանովի նռան գույնը հայտնվել է կորեական կինովարսույթի առաջին տասնյակում։ Արտաշավան Սաղմոսավան ճանապարհին ժայռը փլուզվել, ջրատար է վթարվել։ Շարունակում ենք թողարկումը։ Սերգեյ Փարաջանովի նռան գույնը ֆիլմը 56 տարի անց ցուցադրվել է Հարավային Կորեայում։
Հայաստանի կինոյի հիմնադրամի տեղեկացմամբ վերականգնված տարբերակով ցուցադրված ֆիլմը արդեն առաջին շաբաթվա ընթացքում հայտնվել է կորեական կինովարսույթի լավագույն տասնյակում։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Հայաստանի կինոյի հիմնադրամի The Film Foundation World Cinema Project-ի եւ Fondazione Cineteca di Bologna-ի համագործակցությամբ։ 1969 թվականի նկարահանված միջնադարյան հայ բանաստեղծ Սայաթ Նովայի կյանքի մասին պատմող խորհրդանշական այս ֆիլմը մինչ օրս էլ շարունակում է հետաքրքրել աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսին։ Կորեայում ֆիլմի ընդհանուր հավաքը կազմել է շուրջ 160,000 ԱՄՆ դոլար։ Հայկական կինոյի այս բացառիկ ստեղծագործությունը շարունակում է նորովի բացահայտվել միջազգային մշակութային միջավայրում, ներգրավելով նոր լսարաններ ու հաստատելով իր կայուն ներկայությունը համաշխարհային կինոարվեստում։ Բերլինի կինոփառատոնում MK2-ի մեր գործընկերները Հայաստանի կինոյի հիմնադրամին են նվիրել նռանգույնը ֆիլմի կորեական վարձույթի համար պատրաստված պաստառը։ Ժիրո Իվան սիթքոմի երրորդ եթերաշրջանը մեկնարկում է նոր սցենարով եւ նոր դերասանների մասնակցությամբ։ Ստեղծագործական թիմը խոստանում է նոր զարգացումներ, շանակընկալներ եւ բոլորովին այլ մթնոլորտ։ Ժիրոն ու Իվանը վերադառնում են սիթքոմի երրորդ եթերաշրջանը հեռուստադիտողին խոստանում է հետաքրքիր զարգացումներ, նոր պատմություններ ու թարմ ու համալրված դերասանական կազմ։ Ստեղծագործական թիմը վստահեցնում է նախագիծն այս անգամ եթեր է վերադառնալու որոշակի մթնոլորտ ապահովող փոփոխություններով։ Սիթքոմի պրոդյուսեր Ռաֆայել Ղազանչյանի խոսքով երրորդ եթերաշրջանը կարելի է համարել նախագծի յուրատեսակ վերագործարկում։ Ռեստարտ են կարել երրորդ սեզոնը, էլի նորություններ լինելու են ամբողջ բաղագծերը չբացեն, որովհետև Armenia TV-ով այսօրվանից ամսի 9-ից մարտի մեր հեռուստատողը կարող է այդ ամենը տեսնել, վայելել։ Իվանի կերպարը մարմնավորող Լեռնիկ Հարությունյանի խոսքով այս սեզոնում փոխվել է պատմության հիմնական միջավայրը։ Արդեն ռեստորանային վիճակներից դուրս ենք, մի քիչ ավելի հետաքրքիր արդեն պոզիցիաներ են մեջ են մեզ դրել։ Վաչե Երիցյանը հումորով անդրադարձավ նաև հնարավոր կոնֆլիկտներին նշելով, որ նկարահանման հրապարակում գրեթե ոչ մեկի հետ տարաձայնություններ չի ունենում, իսկ գործընկեր Անդրանիկ Հարությունյանի հետ կոնֆլիկտը միայն կատակների շրջանակում է։ Թե նախորդ սեզոնում մենք իրար դեմ էինք, նույնիսկ իրար դեմ ռեստորաններ ունեինք, հիմա հակառակն է, հիմա համախմբվել ենք ու պայքարում ենք մյուս խոչընդոտների դեմ։ Սցենարում կան նորություններ, երկու հարցները երեխայի են սպասում։ Սրա այս ամեն ինչի շուրջ է պտտվում, որովհետև մենք պիտի պայքարենք ամեն դեպքում տան համար, հասկանանք ի վերջո ումա տրվում այդ տունը, ումա կտակվում։ Ով է բերելու առաջնորդին Ժիրո Իվան։ Այո, արական սերի ներկայացուցիչ։ Սիթքոմի դերասանական կազմին այս սեզոնում միացել է նաև Մաշա Մաթևոսյանը։ Բարդեր եմ մարմնավորում, որովհետև ինձ լքել է այն միակը եւ ես միայնակ կին եմ, բայց ես ունեմ փող, ես ունեմ իշխանություն եւ ես ամեն ինչ կանեմ, որ իրեն հետ բերեմ։ Նոր սիթքոմին մասնակցող դերասաններից է նաև Էմիլ Գալստյանը։ Միջայլոց քերի եմ դառնում, հա։ Դա շուտով պետքա ծնվի։ Եգյանը, հա, որ ասում է։ Դիմի շակալա դուտի, այո։ Անդրանիկ Հարությունյանը հավատարիմ իր հումորային ոճին ասում է, որ նոր սեզոնը դարձել է ավելի գունեղ եւ հումորով ասում է այդ գույնը ինքն է ավելացրել նախագծին։ Ինքը բանա կռիս կերպարա շատ, մեր հանրության մեջ մի փոքր չսիրվող կերպարներից է, գործտվող է, կարճ ասած։ Ժիրո Իվան նոր եթերաշրջանի դերասանական կազմին ավելացել է նաեւ դերասանուհի Սայդա Սարգսյանը։ Մի աղջիկ կա, որը որ զբաղվում է նումերոլոգիայով, պարապսիխոլոգիայով եւ հավատում է այդ ամեն ինչին, շատ sense դրական բարի։ Նոր եթերաշրջանը բաղկացած է լինելու 16 սերիայից եւ ունենալու է անսպասելի զարգացումներ ու ավարտ։ Պատմության վերջաբանը կարող է զարմացնել հեռուստադիտողներին։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։ Մարտի 8-ի արդիվ ՍԱԶ գրուպը գարնանային անակնկալ էր պատրաստել Երևանաբնակ կանանց համար։ Ողջ օրվա ընթացքում ընկերության աշխատակիցները ծաղիկներ են բաժանել հաճախորդներին, այս կերպ կարևորելով հանրային կյանքում ունեցած կանանց դերն ու նշանակությունը։
Կանանց միջազգային օրվա առթիվ SAS Group-ը գարնանային անակնկալ էր պատրաստել Երևանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Ընկերության նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում եւ SAS սուպերմարկետների մասնաճյուղերում կանանց բաժանվում էին ծաղիկներ, ստեղծելով տոնական եւ ջերմ մթնոլորտ։ Տոնը ոնց կարելի է չսիրել։ Հաճելի է։ Իհարկե, հաճելի է։ Գեղեցկության, մայրության եւ գնահատման։ Իհարկե հաճելի է։ Շատ հաճելի է։ Որտեղ սիրված գնահատված ենք զգում այդ ծաղիկների շնորհիվ մեզ։ Նախաձեռնության նպատակն էր շնորհավորել կանանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով եւ նվիրումով կարևոր դեր ունեն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական եւ մասնագիտական կյանքում։ Կանայք մեծ դեր ունեն SAS Group-ում, երկար տարիներ SAS Group-ում ունեցել ենք եւ ունենք շատ կին առաջնորդներ, ովքեր նպաստում են իրենց մասնագիտական հմտություններով մեր գրուպի զարգացմանը։ Շատ պատասխանատու մոտեցում են ցույց տալի աշխատանքին եւ օգնում են ճիշտ կազմակերպման աշխատանքին։ Օրվա ընթացքում SAS Group-ի աշխատակիցները ծաղիկներ էին փոխանցում անցորդներին, հաճախորդներին, ինչպես նաև այն կանանց, ովքեր իրենց աշխատանքով ապահովում են քաղաքի բնականոն կյանքը։ Կանայք միշտ ծաղիկներ սիրում են։ Միշտ պետք է նվիրել կանանց ծաղիկներ կարծում եմ։ Ընկերությունում նշում են, այս փոքրիկ ժեստով ցանկացել են եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել կանանց իրենց ուժի, հոգատարության եւ հասարակության զարգացման մեջ ունեցած կարևոր դերի համար։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ պրոռեկտորի կաշառքի գործով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք օգտագործելով ծառայողական լիազորությունները խմբի կազմում նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Օրվա լրահոսի մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև ազգային ժողովի նախագահ եւ պաշտոնատար այլ անձինք։ Նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանում։ Փաշինյանի ելույթը տեղի է ունենում 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք, ինչպես սպասվում է, կորոշեն երկրի արագ զարգացող հարաբերությունների ապագա ընթացքը ԵՄ-ի հետ եւ հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ Այս մասին նշված է Եվրախորհրդարանի կայքում։ Խորհրդարանի կին падգամավորները ու աշխատակիցները կանանց միջազգային տոնի արդիվ պարգևավճարներ են ստացել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ մարտի 8-ի արդիվ կին падգամավորները ու աշխատողները պարգևատրվել են 70,000 դրամի չափով։ Այսօր առավոտյան ժայռի փլուզման հետևանքով վթարվել է Արտաշավան Սաղմոսավան 700 մմ-անոց ջրատարը վարկյանում 70 լիտր ջրակորստով։ Վեոլա ջուր ընկերությունից տեղեկացնում են, որ այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Օշականի ձախ ափը ու Սասունիկ եւ Կարին գյուղերը։ Իրականացվելիք աշխատանքի բարդ ու ժամանակատար լինելու պատճառով Վեոլա թիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապավի այլընտրանքային ճանապարհով։ Փետրվարի 24-ին անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք եւ Գանձանակից հափշտակել մոտ 1 միլիոն դրամ։ Դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկանության գառնու բաժնի աշխատակիցները պարզել են, որ գողությունը կատարել են 56-ամյա եւ 55-ամյա տղամարդիկ։ Հարմարեցված բանալիով բացելով Գանձանակի դուռը, նրանք փոկել են կապարակնիքը, հանել գումարը եւ դիմել փախուստի։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք ձերբակալվել են եւ ընդունել իրենց մեղքը։ Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից հաստատված եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված ԱՊԱ ընդհանուր պայմաններ կանոնների փոփոխությունները։ Կանոններում կատարված փոփոխություններով բարձրացվել են ապահովագրական գումարները, հատուցման առավելագույն սահմանաչափերը։ Հույքին պատճառված վնասների համար գործող 1,800,000 դրամի փոխարեն սահմանվել է 2,500,000 դրամ։ Անձնական վնասների համար գործող 3,300,000 դրամի փոխարեն սահմանվել է 3,500,000 դրամ։ Միևնույն ժամանակ գործող կարգավորումներով սահմանված տրամաբանությունը պահպանելու համար մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր ուժողներին պատճառված վնասների հանրագումարի գծով ապահովագրական գումարները բարձրացվել են համամասնորեն, համապատասխանաբար սահմանելով 25 միլիոն եւ 35 միլիոն դրամ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։
Այս պահին եղանակի մասին եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը եվրոպական առաջատար տեխնոլոգիաների որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Պաշտոնապես ներկայացված է էքստերիեր խանութ սրահների ցանցում, ունիկալ տարվա բոլոր եղանակների համար։ Եվ այսպես, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում կդիտվի 0-ից 4 աստիճան տաքություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 4-ից 9 աստիճան տաքություն։ Լոռիում 5-ից 8, Տավուշում 8-ից 11 աստիճան տաքություն։ Արարատի Արմավիրի մարզերում 8-ից 11 աստիճան տաքություն, Սյունիքի հովիտներում 7-ից 10 աստիճան տաքություն։ Սյունիքի նախալեռներում 3-ից 6 աստիճան տաքություն, իսկ Երևանում գիշերը -2-ից 4 աստիճան ցուրտ, ցերեկը 8-ից 10 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին կդիտվի 2-ից 4 աստիճան տաքություն։ Այս թողարկումից անմիջապես հետո դիտեք ընտրության ժամը հաղորդումը, որի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը։ Ժամը լրատվականի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։